Պարոն Թումանյան, ձեր թույլտվությամբ մենք մի փոքր բլից հարցեր ունենք, խնդրեի կարճ հնարավորինս պատասխանեիք։ Մարդ թե Իսան։ Գյումրեցիք Իսան են ասում։ Ասում են մարդը ուրդեղից կե, Իսանը ուրդեղից կերնի, Լեննականից կերնի Իսանը։ Ֆայտոն թե Տեսլա։ Իհարկե ֆայտոն։ Լենինական թե Գյումրի։ Ես Լեննականի ծնունդ եմ, երկուստ էլ իմ համար հոգեարազատ է, բայց ավելի շատ Լեննականցի եմ ես։ Հովիկ Աղազարյան թե Նիկոլ Փաշինյան։ Ոչ մեկ։ Անի թե Մուշ Թաղամաս։ Իմ համար երկուսն էլ արհեստական է։ Մենք ունենք հին թաղամասեր, որոնց անունները եւ Սլաբոդկա, Թուրքի մայլա, Պոշի մայլա, Ձորի մայլա, էս է մեր համար հարազատ։ Իհարկե Մուշն ու Անին էլ են հիմա արդեն մեր հարազատ, որտեղ արդեն 37 տարի մեր թաղամասերն են իրանք։ 58 թաղամասի փոսերով զբոսնել թե Պոլոս Մուկուչ ռեստորանում խորոված ուտել։ Իրականում երկուսն էլ հոգեհարազատ է, բայց այդ փոսերը չէին կուզենա երբեք լիներ, դրա համար էլ ուզում ենք կանք, որ այդ փոսերից ազատվենք, ժողովուրդը կոնե այդ խորովա։ Տեսեք, 58-ից հրապարակիչնողները զբոսաշրջիկներ են, հավատացեք։ Այն Մանուշան թաղամասի ապրողները, կոմբինատ, կազաչի ապրողները գալիս են հրապարակ, որպես զբոսաշրջիկ, հագնում են իրենց ամենալավ զգեստները, իջնում են քաղաք, այսինքն նույն երևանցիների նման գալիս են, ման են գալիս Գյումրիում։ Այ մենք էս ենք ուզում փոխենք, ծայրամասերն է պետք է լինի համապատասխան վայրեր, որտեղ մարդիկ կարող են իրենց հանգիստը վայելել։ Պետք է քաղաքը բաժնենք 4 տարբեր մասերի, թե որ մասում ինչ գործողություն պետք է արվի։ Պուտին թե Թրամփ։ Հայ։ Եվրոպա թե Ռուսաստան։ Հայաստան։ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան։ Մենք ոչ մեկի տիրապետության տակ չպետք է լինենք։ Իհարկե կյանքը այնպես է ստիպում, որ շատ դեպքերում ուզես չուզես պետք է համագործակցես, բայց թող դա լինի համագործակցություն, ոչ թե պարտադրանք։ Ուրսուլա ֆոն դեր Լեյն թե Կիմ Չե Ըն։ Մեկին եմ ճանաչում ձեր ասածից, բայց ինձ ոչինչ չի ասում։ Արցախի հետ բերում թե Արևմտյան Հայաստան։ Եթե հնարավոր է բոլորը միասին։ Ավելի հեշտ բանակցություններ կվարեք Ալիևի հետ թե Էրդողանի հետ։ Ոչ մեկի հետ էլ ցանկություն չունեմ բանակցություն վարելու, չնայած որ միշտ կա այդ թեզը, պետք է հարևանների հետ մենք, այսպես ասած, չասեմ բարեկամություն անենք, բայց պետք է հարևանություն անենք։ Իրականում եթե ինձ բանակցության հնարավորություն լիներ, ես երկուսի հետ էլ կբանակցեի ու կբանակցեի ոչ թե իրենց օգտին, այլ նաև մեր, այսինքն մեկս մյուսիս, այսպես ասած, արժանապատիվ հարցոպատասխաններով։ Ինչու ձեզ պետք է ընտրի գյումրեցին որպես մարդ թե հանրային գործիչ։ Որպես մարդ առաջի հերթին, որպես Գյումրիում ծնված, Գյումրեցու դարդու ցավը գիտեցող, Գյումրեցու հետ լացող, Գյումրեցու հետ ուրախացող, Գյումրեցու այն ամեն ինչին տեղյակ։ Ես նույնիսկ մտնում եմ տները, հազարավոր տներ եմ մտնում, նույնիսկ սառնարաններ եմ բացում իմ հարազատի, հա, իմ հարազատ մորաքրոջ, օրաքրոջ, բացում եմ, տեսնեմ ուտելիք ունեն, թե չունեն։ Կարող է իմ ձեռքով մի բան էլ վերցնեմ, ուտեմ կամ մտնեմ, ասենք իմ հարազատի օջախի պես, ինչ որ մի բան էլ հետս տանեմ, նստեմ իրանց հետ մի հատ զրուցեմ, սուրճ խմեմ, դուրս գամ։ Էս պետք է լինի քաղաքապետը, պետք է լինի ժողովրդի խոնարհ ծառա իրականում։ Քաղաքապետը պետք է չնստի կաբինետում կամ այդ ծառայողական մեքենաներում, այլ պետք է ես քայլեմ փողոցներով ու ամեն քայլափոխից ես հարցեր եմ լուծելու։ Գյումրեցիների դեմքին պետք է ժպիտ լինի, գյումրեցին պետք է պաշտպանված լինի։ Այո, ես այսօր ուզում եմ քաղաքից տեր կայնեմ, որ մի օր էլ ես քաղաքս մեկին չտան։ Շատ բարի։ Ու ես մի բան կոչ կանեմ։ Բոլոր ժամանակների օրվա իշխանություններին ով ուզում է լինի, մի բան կոչ կանեմ։ Ես երբ եղա քաղաքապետ, եթե իշխանությունները, օրվա իշխանությունները սիրեցին Գյումրեցուն, հարգեցին, հաշվի նստան Գյումրեցու հետ, Գյումրեցին էլ հակառակը չի անելու, նույն ձևի վերաբերվելու է, Գյումրեցին էլ իրանց են ընդունելու, հարգելու։ Չեղավ, ուրեմն, եթե պետք եղավ Գյումրին փակ քաղաք կսարքենք, քաղաք պետություն։